Ողջույն բոլորին, հուսամ բոլորդ լավ եք, Ժողովուրդ այսօր ներկայացնելու եմ փետրվար ամսվա կանխատեսումը 2026 թվականի, որը բավականին հետաքրքիր է, ինչի մասին է ընդհանուր այսօրվա վեբինարը լինել։ Վեբինարը նվիրված է փետրվար ամսին 2026 թվականի, միասին կնայենք ամսվա էներգիաները, կհասկանանք ամսվա զարգացումները և իհարկե մեր ակնկալիքները, ինչպիսի ակնկալիքներ կարող ենք ունենալ և ընդհանրապես ինչպես պետք է անցկացնենք այս ամիսը, որպեսզի այն լինի առավելագույնս դրական մեզ համար։ Մինչ առաջ անցնել, ովքեր առաջին անգամ են միանում իմ YouTube-յան ալիքին և ընդհանրապես առաջին անգամ եք տեսնում այս վիդեոն, ես Արմենն եմ, Սեֆերյան, զբաղվում եմ չինական մետաֆիզիկայով ավելի քան 3 տարի և հանդիսանում եմ մաստեր, սերտիֆիկացված եմ, գիտելիքներ ձեռք եմ բերել Ջորիապ ակադեմիայում, որը գտնվում է Կուալա Լումպուրում, Մալազիա։ Անցնում եմ որպես բիզնես խորհրդատու, անձնային աճի մարզիչ։ Օգնում եմ մարդկանց դուրս գալ ճգնաժամային իրավիճակներից, ճանաչել ինքներդ ձեզ ավելի լավ և հասկանալ, թե ինչպիսի էներգիաներ ունեք, ինչպես կարող եք դրանք օգտագործել, ինչ ժամանակային փուլում եք գտնվում, ինչպիսին են հնարավորությունները և ընդհանրապես ինչպիսին է տարին ձեզ համար անհատապես և ինչ հնարավորություններ ու խոչընդոտներ է բերել տարին, ինչու չէ նաև ձեր անհատական տասնամյակը, որում դուք այս պահին գտնվում եք։ Հիմա եկեք անցնենք հրեղեն ձիին, ուրեմն փետրվարի 4-ից ըստ չինական օրացույցի տեղի ունենում էներգիաների օֆիցիալ փոփոխություն և փետրվարի 4-ից 2026 թվականի արդեն մենք անցում ենք կատարել հրեղեն ձիու տարի։ Հրեղեն ձիու մասին ես շատ եմ խոսել ընդհանրապես այս էներգիայի մասին և յուրաքանչյուր 60 տարին մեկ հրեղեն ձին գալիս է մեզ հյուր 1 տարով։ Ինչ է տեղի ունենում հրեղեն ձիու շրջանում տարիների ընթացքում, հիմնականում կոլապս, հիմնականում կտրուկ փոփոխություններ, անկանխատեսելի հիմնականում փոփոխություններ են և տնտեսական առումով մի շարք ճգնաժամեր և այլն և այլն։ Այս մասին ավելի մանրամասն ինֆորմացիա ես տրամադրել եմ իմ վիդեոներից մեկում, կարող եք անցնել դիտել 2026 թվականի մասին առավել մանրամասն ինֆորմացիա և ընդհանրապես հրեղեն ձիու էներգիայի մասին խոսել եմ այդ վիդեոում, կարող եք անցնել, նայել և իհարկե կոմենտներում գրել ձեր կարծիքը։ Ընդհանրապես հրեղեն ձին, ինչպես տեսնում եք ստեղ պատկերված է, երկու հատ կրակի էլեմենտ ունի, քանի որ ձին ինքը կրակի էլեմենտով է ներկայացված չինական մետաֆիզիկայում, բացի այդ տարին նաև հրեղեն տարի է, ուստի ունենք հրեղեն ձիու էներգիա և այստեղ էներգիան, կրակի էներգիան բավականին ուժեղ է։ Իսկ ինչ է կրակի էներգիան։ Կրակի էներգիան դա արագությունն է, դա կտրուկ փոփոխություններն են, անսպասելի փոփոխությունները, ամեն ինչ տեղի է ունենում շատ արագ, զարգացումները արագ են ընթանում և ընդհանրապես ժամանակը շատ արագ է անցնում։ Եթե 2025-ը ձեզ թվաց տարի, որը շատ արագ անցավ, չհասկացաք թե ինչպես է, տարին սկսվեց և ավարտվեց, ապա 2026-ը պատկերացրեք անգամ 10, այսինքն 10 անգամ ավելի արագ է անցնելու և իրադարձությունները արագ են զարգանալու, փոփոխությունները լինելու են մանկարծակի և ստեղ շատ կարևոր է ունենալ հստակ ռազմավարություն, այսինքն իմանալ թե ինչ պետք է անեք տարվա ընթացքում, ինչ հնարավորություններ ունեք դուք տարվա ընթացքում անձնապես և ընդհանրապես ինչ ստրատեգիա ռազմավարություն պետք է մշակեք, որպեսզի տարվա ընթացքում կարողանաք խաղալ, վերցնել բոլոր այն հնարավորությունները, լինի դա շատ հնարավորություն, լինի դա քիչ հնարավորություն ու տարին դարձնեք լավագույն տարիներից մեկը։ Ինչքան էլ տարին լինի ճգնաժամային, ինչքան տարին լինի խիստ փոփոխական, անկանխատեսելի և այլն, այնուամենայնիվ հենց այս տարիների ընթացքում, այսինքն խիստ փոփոխական, խիստ անկանխատեսելի տարիների ընթացքում լինում են մարդիկ, ովքեր կարողանում են շատ արագ ունենալ աճ, զարգացում և հասնել իրենց ցանկալի արդյունքին։ Իսկ դա ինչպես կարելի է անել, իհարկե օգտվելով չինական մետաֆիզիկայի կամ ընդհանրապես մետաֆիզիկական գիտելիքներից, որոնք բազմիցս հազարամյակների ընթացքում ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Հրեղեն ձին, ուրեմն հրեղեն ձիու էներգիան օֆիցիալ ստարտը, այսպես ասած, տրվել է փետրվարի 4-ից և այն կշարունակվի մինչև 2027 թվականի փետրվարի 4-ը։ Իսկ ըստ չինական օրացույցի, արդեն փետրվարի 17-ին
արևելքում Չինաստանում կնշեն չինական նոր տարի։ Սա պետք է հիշել, որ ամանորը եւ էներգիաների փոփոխությունը դրանք բոլորովին տարբեր հասկացողություններ են, որպես տոն, որպես ավանդույթ նոր տարին նշվում է ըստ լուսնային օրացույցի Չինաստանում, իսկ այս տարի դա նոր տարին ամանորը նշելու են փետրվարի 17-ին։ Հիմա եկեք անցնենք փետրվար ամսվա էներգիաներին, որը չինական օրացույցի մեզ մոտ մետաղական վագրի ամիսն է։ Ընդհանրապես փետրվարից սկսվում է փայտի սեզոնը, փայտի շրջանը ըստ չինական օրացույցի եւ գալիս է գարուն, այսպես ասած, այսինքն ոչ թե միանգամից փոխվում են էներգիաները, անմիջապես սկսվում է գարնան շրջան, այլ բնությունը սկսում է քիչ-քիչ արթնանալ, այսպես կարող ենք պատկերացնել, երբ որ օղը սկսում է քիչ-քիչ տաքանալ, ձյունը հալում է եւ մենք գնում ենք դեպի գարուն։ Դա հենց փետրվարի 4-ից է տեղի ունենում։ Մետաղական ուրեմն վագրի ամիսը բավականին հետաքրքիր ամիս է, այն սկսվում է ուրեմն փետրվարի 4-ից եւ շարունակվում մինչեւ մարտի 4-ը։ Այս ընթացքում ինչ հնարավորություններ կան, այսինքն այստեղ ինչն է կարևոր։ Կարևոր է իմանալ, որ մենք ունենք մետաղի եւ փայտի էլեմենտ, այսինքն որոշակի բախումներ կան, որովհետև վերևում մետաղն է, ներքևում փայտն է եւ մետաղը ամեն ձևով փորձում է ուրեմն ճնշել փայտի էլեմենտին եւ այստեղ կարող են առաջանալ որոշակի հակասություններ։ Եթե նայենք մենք ամսվա բազի քարտին, ապա կտեսնենք, որ մեզ մոտ բացակայում է ջրի էլեմենտը, չնայած որ ունենք ուրեմն մետաղի էլեմենտ, որը առաջացնում է ջուր, ըստ 5 էլեմենտների տեսության, բայց ամեն դեպքում մենք ունենք ջրի էլեմենտի պակասություն։ Իսկ երբ որ կա ջրի էլեմենտի պակասություն, ապա մենք ունենք դանդաղում, պրոցեսների դանդաղում, որոշ բաներ, որոնք մենք ուզենանք արագացնել, որոշակի պրոցեսներ, դրանք այդքան արագ չեն ընթանա, որովհետև հողը մեզ խանգարում է եւ չունենք ջրի էլեմենտ։ Նաև շատ կարևոր է, որ փետրվար ամսին մենք փորձենք մի փոքր ուշադրություն դարձնել մեր էմոցիոնալ դաշտին, այսինքն մեր ռեակցիաներին, ինչպես են վերաբերվում իրադարձություններին, որտեղ շատ կտրուկ վերաբերմունքը, շատ հանկարծակի բռնկումները կարող են շատ լինել ամսվա ընթացքում, դրա համար պետք է փոքր ուշադիր լինենք սրա հետ կապված։ Ինչ ես խորհուրդ կտամ փետրվար ամսին ընդհանուր։ Ընդհանրապես այս ամսվա մեջ մենք ունենք մի աստղ, դրական աստղ, որը խոսում է նրա մասին, որ ամիսը կարելի է օգտագործել ընդհանրապես հետազոտություններ կատարելու համար, ավելի կոնկրետ հավաքել ինֆորմացիա։ Ինչ թեմա, որ ձեզ հետաքրքրում է, ինչու որ դուք հետաքրքրված եք, հավաքեք այդ ինֆորմացիան, բայց դեռևս գործի մի դրեք։ Ուղղակի եղեք դիտորդի դերում, տեսեք ինչ է կատարվում ձեր շուրջը, եթե ինչ-որ թեման ձեզ հետաքրքրում է, ապա փորձեք ուսումնասիրել ինտերնետում, գտեք նյութեր, կամ կարդացեք գրքեր տվյալ թեմայի հետ կապված եւ փորձեք ուղղակի հավաքել ինֆորմացիա, ինչքանով որ կկարողանաք սա օգնի ձեզ, որպեսզի դուք կարողանաք օգտագործել ամսվա էներգիան ճիշտ։ Եթե մինչ այժմ դուք չգիտեք, թե որ կենդանակերպի տարում եք ծնվել կամ որ է ձեր անհատական էլեմենտը, որը շատ կարևոր է, ինչու, որովհետև իմ բոլոր վերլուծությունները անհատական էլեմենտի եւ կենդանակերպերի հետ են կապված, ըստ ուրեմն բազի, դրա համար ես խորհուրդ կտամ, որ դուք սկանանեք այս QR կոդը եւ որից հետո կբացվի նման մի պատուհան, այս պատուհանը, այստեղ պետք է լրացնեք ձեր ծննդյան տվյալները, այսինքն օր, ամիս, տարի, ծննդյան ժամը, եթե գիտեք, եթե ոչ բաց եք թողնում, ընտրում եք սեռը, 5 համարդ եւ սեղմում հաշվել։ Դրանից հետո բացվում է նման պատուհան ու այս պատուհանում աջ կողմից սկսած առաջի սյունը դա տարվա սյունն է, ծննդյան տարվա սյունն է, որտեղ հենց այս հատվածում երևում է, թե որ կենդանակերպի տարում եք դուք ծնվել։ Իսկ անհատական էլեմենտը նայում ենք այս հատվածում, այսինքն այստեղ ներկայացված է ձեր անհատական էլեմենտը եւ ընդհանուր 5 էլեմենտներ են, բայց ունեն ին եւ յան, այսինքն եթե մետաղ է, մետաղ յան, օրինակ այս օրինակում անձի անհատական էլեմենտը մետաղ յան է, ձեզ մոտ կարող է լինել փայտ ին կամ կրակ յան, հող ին եւ այլն, սա շատ կարեւոր է, անպայման սա կառուցեք ձեր բազի քարտը, ձեր էներգիաները եւ տեսեք թե որն է ձեր անհատական էլեմենտը եւ որ կենդանակերպի տարում եք դուք ծնվել։ Չզարմանաք, եթե տեսնեք, որ ստեղ են եւս կան կենդանակերպեր, որտեղ չինական օրացույցի յուրաքանչյուր ամիս ունի կենդանակերպը, յուրաքանչյուր օր ունի իր կենդանակերպը եւ յուրաքանչյուր ժամ ունի իր կենդանակերպը։
դրա համար դուք նաև կբացահայտեք ձեզ համար, որ բացի տարվա կենդանակերպից դուք ունեք ամսվա, օրվա եւ ժամի կենդանակերպեր։ Իրականում ունեք 4 տարբեր կենդանակերպեր, որ շատ հետաքրքիր է։ Եվ բազին յուրահատուկ է դրանով ու իր վերլուծություններով, որովհետեւ մենք ունենք տարբեր ուրեմն կենդանակերպեր, դրանք կարող են կրկնվել, կարող են չկրկնվել, բացի այդ մենք ունենք էներգիաներ վերևի հատվածում, էներգիաներ թաքնված հատվածում, ներքևում եւ այլն։ Ովքեր հետաքրքրված են բազիով, ապա հետևեք իմեջին, ես հաջորդիվ սկսելու եմ տեղադրել հետաքրքիր նյութեր նաև բազիի մասին։ Հիմա եկեք անցնենք առաջ։ Բոլոր այն նշանները, որոնք դուք կտեսնեք այստեղ, ամսվա ընթացքում կլինեն առավել զգայուն։ Առավել զգայուն, այսինքն դուք առավել ազդեցիկ կլինեք ամսվա էներգիայի հանդեպ, մետաղական վագրի հանդեպ։ Հիմա, եթե ձեր ծննդյան տարին շան տարին է կամ ձիու տարին է, ապա ձեզ մոտ ամսվա ընթացքում ձևավորվում է հարմոնիա ստրուկտուրա։ Հարմոնիա ստրուկտուրան բավականին դրական ստրուկտուրա է, կառուցվածքի էներգետիկ, որի ընթացքում դուք հնարավորություն եք ունենում ձեռք բերել ունենալ նոր հնարավորություններ։ Հնարավորություններ տարբեր իմաստներով կարող են լինել, հնարավոր է աշխատանքի հետ կապված նոր հնարավորություն, նոր ծանոթություն, որը կբերի նոր հնարավորություններ, այստեղ պետք է լինել բաց, առավել բաց, շփվել, նոր շրջապատներում հայտնվել, որպեսզի էներգիան ճիշտ աշխատի։ Ամեն դեպքում ձեզ համար ամիսը բերում է նոր հնարավորություններ, սա պետք է հիշել։ Եթե դուք ծնվել եք խոզի տարում, ապա մենք ունենք կործանում ստրուկտուրան։ Ընդհանրապես կործանում ստրուկտուրան դա կտրուկ փոփոխություն է, հնարավոր է կտրուկ փոփոխություն ձեր միջավայրում, կտրուկ փոփոխություն, որին դուք չեք սպասում, անկանխատեսելի եւ այն տեղի ունենում հանկարծակի։ Եթե դուք ծնվել եք օձի տարում, ունենք վնասում ստրուկտուրա։ Վնասում ստրուկտուրան դա այն ստրուկտուրան է, երբ որ ձեզ մոտ առաջանում են էմոցիոնալ վայրի վերումներ, տուրբուլենտ վիճակ, եւ դուք չեք կարողանում ճիշտ ընկալել արտաքին միջավայրի, ընդհանրապես կոմունիկացիայում առաջանում են որոշակի խնդիրներ։ Իսկ այդ խնդիրներից խուսափելու համար ինչ է պետք անել։ Նախ, ինչ որ դուք ընկալում եք, լսում եք, հասկանում եք, պետք է ճշտել եւս մեկ անգամ, արդյոք դա այդպես է, որտեղ շատ հաճախ այն ինչ դուք կլսեք, կզգաք, կընկալեք, դա կլինի սխալ։ Ամեն դեպքում մինչև արձագանքելը լավ կլինի, որ երկրորդ անգամ, կրկնակի անգամ ուրեմն ճշտում կատարեք, արդյոք դա այդպես է, թե ոչ։ Բացի այն, որ ունենք կործանում ստրուկտուրա, ուրեմն խոզի տարին ծնվածների հետ ունենք նաև համակցություն ստրուկտուրա։ Համակցություն ստրուկտուրան դա դրական իրավիճակ է, եւ քանի որ մենք ունենք երկու ուրեմն ստրուկտուրա կառուցվածք էներգետիկ խոզի պարագայում համակցում եւ կործանում, ապա սա նշանակում է, որ կունենանք նոր հնարավորություններ, որոնք կլինեն շատ հանկարծակի ի հայտ կգան եւ կտրուկ փոփոխություն կառաջացնեն ձեր կյանքում։ Սա նկատի ունեցեք։ Հիմա եկեք անցնենք արդեն ըստ անհատական էլեմենտի կանխատեսմանը, սա բավականին հետաքրքիր է եւ փորձենք հասկանալ, թե ըստ անհատական էլեմենտի ինչ փոփոխություններ կան, ինչ է սպասում ձեզ ամսվա ընթացքում։ Եթե ձեր անհատական էլեմենտը Փայտյանն է, ընդհանրապես Փայտյանը դա չինական մետաֆիզիկայում ասոցացվում է ծառի հետ, աստաբոն ծառի հետ, որը բավականին մեծ է, կայուն է եւ շատ մարտերը շատ խորն են օղի մեջ տարածված։ Այս ամիս մենք ունենք կարևոր որոշումներ կայացնելու շրջան, նման շրջանը մեզ մոտ ի հայտ եկել եւ այստեղ շատ կարևոր է, որ մենք այս ամիս ընդունենք ու կատարենք կտրուկ որոշումներ ընդունենք եւ կատարենք կտրուկ քայլեր։ Քանի որ մինչ այժմ մենք միգուցե որոշ հարցերում կասկածանքներ ենք ունեցել, բայց հիմա ժամանակն է, որպեսզի մենք կատարենք այդ կտրուկ փոփոխությունը, կտրուկ որոշումը եւ անցնենք առաջ։ Եթե ձեր անհատական էլեմենտը Փայտինը չինական մետաֆիզիկայում ասոցացվում են ուրեմն խոտի ավելի բարակ, ավելի նուրբ բույսի հետ, որը ավելի ճկուն է համեմատած Փայտյանի, այս ամիս ունենք երկու էներգիա, առաջինը խոսում է կարգականոնի մասին, մյուս էներգիան խոսում է ուրեմն մրցակցության մասին, ինչու՞ չէ նաև ծախսերի մասին։
Ինչ է պետք հիշել, նախ ամսվա ընթացքում լավ կլինի պլանավորել ձեր ծախսերը, որովհետև ծախսերը կարող են լինել հանկարծակի եւ անպամոն, ուստի հենց ամսվա սկզբում սկսեք պլանավորել ձեր ծախսերը եւ մի փոքր ավելի ուշադիր եւ սպոնտան գնումների մի գնացեք, եղեք ավելի ուշադիր։ Սա կարևոր է։ Ուրեմն նոր հնարավորություններ կլինեն նաև այստեղ ամսվա ընթացքում, նաև վերադասի հետ շփման հարաբերություններում եղեք մի փոքր ավելի ուշադիր, ավելի կոնկրետ այն մարդկանց հետ, ովքեր ստատուսով ձեզանից ավելի բարձր են։ Դա կարող է լինել ձեր ղեկավարը կամ ձեր տնօրեն կամ պետական որևիցե մարմնում ինչ-որ հարաբերություններ ունենալուց։ Եթե ձեր անհատական էլեմենտը կրակիան է, կրակյանը չինական մետաֆիզիկա ասոցացվում է արևի հետ։ Ինչ հնարավորություն կա ամսվա ընթացքում։ Ամսվա ընթացքում մենք ունենք երկու հետաքրքիր էներգիա, կոնկրետ ձեզ համար դա անուղղակի ֆինանսները եւ անուղղակի ռեսուրսներն են։ Ուրեմն անուղղակի ֆինանսները, անուղղակի ռեսուրսների հետ խոսում են նոր հնարավորությունների մասին ֆինանսական, այսինքն նոր հնարավորություններ գումար աշխատելու հետ կապված, նաև ամսվա ընթացքում ձեզ մոտ կառաջանա մեծ հետաքրքրություն ինչ-որ նոր բաներ բացահայտելու։ Մի բան, որը մինչ այժմ դուք միգուցե հետաքրքրված չեք եղել, բայց ներկա պահին դուք լսել եք դրա մասին, օրինակ մինչ այժմ ծանոթ չէիք մետաֆիզիկային, հիմա ծանոթացաք ինչ-որ չափով եւ ուզում եք ավելի խորացված ուսումնասիրել, բան կարող է լինել։ Ֆինանսական առումով ամիսը համարվում է դրական, հատկապես եթե դուք ունենք ձեր սեփական բիզնեսը կամ աշխատում եք կազմակերպությունում, կողքից փորձում եք նաև գումար աշխատել ձեր մասնագիտությամբ։ Ամիսը բավականին դրական է։ Եթե ձեր անհատական էլեմենտը կրակինն է, կրակինը չինական մետաֆիզիկան ասոցացվում է մոմի, ուրեմն լույսի հետ։ Եվ այս ամիս ձեզ հյուր են եկել երկու էներգիաներ ևս, մեկը ուղղակի ֆինանսները եւ ուղղակի ռեսուրսները։ Լավագույն ամիսներից է, երբ աշխատանքը տալիս է իրականություն, եղեք մաքսիմալ ակտիվ։ Այնինչ կկատարեք, դա կգնահատվի, այնինչ կվաճառեք, կներկայացնեք, դա առավել արագ իրացվի սոցիումի կողմից։ Շատ կարևոր է նաև ուրեմն աշխատանքը կատարել ոչ թե ինքնուրույն միայնակ, այլ փորձել տանջատել ինչ-որ մասերի եւ բաշխել ձեր գոլեգաների կամ ձեր ենթակաների միջև։ Սա նույնպես կարևոր է։ Եթե ձեր անհատական էլեմենտը հողյանն է, հողյանը չինական մետաֆիզիկան ասոցացվում է սարի հետ, ինչպես էս նկարում է ցույց տրված, այս ամիս ձեզ մոտ կան երկու հետաքրքիր էներգիաներ, մեկը пассив կրեատիվ էներգիան է, մյուսը արագ կտրուկ որոշումներ կայացնելու էներգիան։ Այս երկուսը երբ որ միասին հայտնվում են, սա բերում է մեկ բացատրություն։ Դուք դառնում եք խնդիր լուծող անձնավորություն։ Այն լուծումը, որ դուք առաջարկում եք, դա ընդունելի է եւ հավանականությունը մեծ է, որ այն կտա արդյունք կարճ ժամանակահատվածում։ Լուծումները իսկապես ձեր կողմից առաջարկված լուծումները իսկապես կլինեն աշխատող պետական ամսվա ընթացքում, դրա համար եղեք առավել ակտիվ, կիսվեք ձեր կարծիքով, ձեր իդեաներով, եւ եթե դուք խորհրդատու եք, այսինքն զբաղվում եք խորհրդատվությամբ, ցանկացած տեսակի, ապա հենց այս ամիս այդ խորհուրդների կարիքը սոցիումը շատ ունի եւ ձեր ցանկացած խոսք ունի շատ մեծ արժեք։ Եթե ձեզ մոտ հող 9 է, հող 9 ասոցացվում է հենց հողի հետ, հավասի, հատիկի հողի հետ, որոշ բավականին ուրեմն վերիություն ունի, իդեպ ասեմ, որ ամսվա բազի քարտում անհատական էլեմենտը հենց հող 9 է, ինչ ունենք հող 9-ի հետ կապված, ունենք ուրեմն ակտիվ ինքնադրսևորման եւ դիսցիպլինայի իրավունքի հետ կապված էներգիա, այս երկուսը իրար հետ երբ որ հանդիպում են, հավանականությունը մեծ է, որ ամսվա ընթացքում մենք կարող ենք ունենալ որոշակի իրավական խնդիրներ, հարցեր վերադասի հետ, հարցեր կապված պետական մարմինների հետ, եթե դուք ունեք բիզնես, ապա ուշադիր եղեք ձեր պետության հետ հարաբերությունների մասով, այսինքն եթե հարկերի մասով ունեք խնդիրներ չվճարած, ապա պարտադիր դա արեք, կամ ինչ-որ փաստաթղթային, ինչ-որ հաշվետվություններ կան, որ պետք է ներկայացնեք, ապա դա արեք ժամանակին եւ միգուցե
միգուցե ժամանակից շուտ, եթե հնարավոր է, մի խոսքով պետք է մի փոքր ավելի ուշադիր լինեք վերադասի եւ պետական մարմինների հետ շփման մասով, եւ եթե կան ինչ-որ պակաս փաստաթղթեր կամ փաստաթղթեր, որոնց ժամկետը լրացել է, պետք է թարմացնեք, ապա այս ամենը շատ կարեւոր է դրան ուշադրություն դարձնել։ Եթե ձեզ մոտ մետաղյանն է, մետաղյանը դա չինական մետաֆիզիկայում ասոցացվում է կոշտ մետաղի հետ, նկարում սա կացին է եւ մոտավորապես նման կամ թուր կացին նման ձևով է ներկայացվում։ Մետաղյանի համար մենք ունենք հենց մետաղի էլեմենտն է ձեզ գալիս, այսինքն ձեր իսկ էլեմենտն է, ամսվա մեջ ունենք եւ անուղղակի ֆինանսները։ Այս երկու էներգիան, երբ որ իրար հետ հայտնվում են, սա խոսում է համագործակցության մասին, այսինքն ինչ որ աշխատանք որ կկատարեք, փորձեք համագործակցել, փորձեք ներգրավել այն մարդկանց, կիսվեք ձեր փորձով եւ գիտելիքներով։ Երբ շատ մարդիկ են ներգրաված խնդրի լուծման մեջ, ապա հավանականությունը մեծ է, որ միասին դուք կարողանաք գտնել ավելի լավ լուծում, քան թե եթե աշխատեք միայնակ։ Եթե ձեզ մոտ մետաղինն է, մետաղինը մետաֆիզիկայում չինական ասոցացվում է թանկարժեք մետաղի, թանկարժեք քարերի, զարդի հետ։ Եթե մետաղինն է, ապա մետաղինի համար մենք ունենք մրցակցության ծախսերի էներգիան եւ ուղղակի ֆինանսների էներգիան։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մրցակցային իրավիճակը ձեր շրջապատում կլավի։ Դուք կհայտնվեք մրցակցային գոտում եւ դուք պետք է փնտրեք նոր հնարավորություններ։ Այսինքն, եթե պետք է անցնել սերտիֆիկացիա, որպեսզի կարողանաք մրցակցային դաշտում մնալ, եթե սա մի ամիս է, երբ դուք ակնկալում եք աշխատավարձի բարձրացում կամ պաշտոնի բարձրացում, ապա հնարավոր է այստեղ ունենալ խնդիրներ, որտեղ մրցակցությունը հասնելու է իր պիկին, ու եթե դուք ուզում եք ներառվել տեսանելի, ապա ձեր ուրեմն կրեդիտները, այսպես ասած, պետք է բարձր լինեն դիմացինի կամ այն մարդկանց հանդեպ, ովքեր կան ձեր մրցակցային դաշտում, այլապես դուք կպարտվեք։ Եթե ձեր անհատական էլեմենտը ջուրյանն է, ջուրյանը մետաֆիզիկայում ասոցացվում է ուրեմն օվկիանոսի մեծ ջրերի հետ, եւ այս ամիս ձեզ մոտ եկել են յուր, անուղղակի ռեսուրսները, ինչպես նաեւ պասիվ կրեատիվ էներգիա։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ձեր երևակայությունը բավականին ուժեղ կլինի։ Սովորաբար այն ինչ որ դուք ասեք ամսվա ընթացքում եւ ինչ իդեաներ որ դուք ունենաք, հնարավոր է մարդիկ դրանք չընկալեն այնպես ինչպես պետք է։ Աշխատեք ուրեմն ձեր առաջնահերթությունների վրա, փորձեք առաջնահերթությունները ճիշտ դասակարգել, դասավորել, որպեսզի ամիսը չանցնի անիմաստ, այլ ամսվա ընթացքում ունենաք որոշակի հաջողություն։ Եթե ձեզ մոտ ջուրինն է, ջուրինի համար մենք ունենք ուղղակի ռեսուրսների եւ ակտիվ ինքնադրսևորման էներգիա։ Ուրեմն տեսեք, այս երկու էներգիան երբ որ հայտնվում են իրար հետ, այստեղ կա հնարավորություն տեսնելու, նկատելու այն ինչ սպասվում է, բայց դժվարություն կառավարել այդ ամենը։ Դուք հնարավոր է կարողանաք որոշակի կանխատեսումներ անել ձեր բնակավարում, այսինքն հասկանալ թե ինչպիսի զարգացում կարող է տեղի ունենալ ձեր գործնականի հետ կապված, ինչու՞ չէ նաև ինչ-որ մտքեր, իդեաներ, որոնք օգնեն ձեզ որոշակի պլանավորում կատարել, բայց այստեղ դուք միգուցե չկարողանաք դրան կառավարել։ Դուք կբղավեք, որ գիտեք, ինչ ժողովուրդ գալիս է ինչ-որ մի շրջան, երբ մենք կարող ենք կորցնել ամեն ինչ, բայց դրա մասին ոչ մեկ չի լսի, ոչ ոք չի լսի, ոչ ոք չի հասկանա։ Ինչ է պետք անել։ Ես խորհուրդ կտամ, որ դուք կարողանաք այս էներգիաները ճիշտ օգտագործեք, այսինքն օգտագործեք ճիշտ պլատֆորմաներ, ձեր մեսիջը, ձեր ուրեմն ձայնը հասցնելու համար, ճիշտ տեղին ճիշտ մարդկանց հասցնելու համար, սա շատ կարևոր է։ Հիմա, եթե դուք հետևում եք, նայում եք իմ վիդեոները եւ վիդեոները ձեզ դուր են գալիս եւ ցանկանում եք որպեսզի այս ալիքի մասին, իմ ալիքի մասին իմանան շատ մարդիկ, ես շնորհակալ կլինեմ, եթե դուք կիսվեք, ինչու՞ չէ նաեւ լայքի կաս վիդեոն եւ մնացած բոլոր վիդեոները, եթե դա չեք հասցրել նայել, անպայման նայեք, բարի նոր է սկսում, դուք կարող եք գտնել շատ հետաքրքիր եւ օգտակար ինֆորմացիա իմ ալիքում, ինչու՞ չէ նաեւ բաժան արտադրվեք, որովհետև երբ որ դուք լինում եք ակտիվ, ապա YouTube-ը ավելի
շատ է ցույց տալիս իմ վիդեոները եւ ես էլ ավելի մոտիվացվում եմ եւ տեսնում եմ ձեր լայքերը, կոմենտները, հարցերը ու բոլորին սիրով պատասխանում։ Հիշեցնեմ նաև, որ ընդհանրապես փետրվար ամիսը, հունվար փետրվար ամիսները լավագույն ամիսներն են անհատական խորհրդատվություն վերցնելու համար, ինչու, որովհետև դուք հենց տարվա սկզբին կիմանաք, թե ինչպես պետք է պլանավորել տարին, ինչ հնարավորություններ տան, որտեղ են խոչընդոտները, ինչից խուսափել, որտեղ կատարել ներդրում, երբ պլանավորել աշխատանքի փոփոխություն կամ երբ պլանավորել ճանապարհորդություն, բնակարանի գնում, վաճառք, լոկացիայի փոփոխություն, ինչու՞ չէ, եւ մնացած շատ այլ հարցեր, որոնք կարող եք դուք իմանալ անհատական խորհրդատվության ընթացքում։ Գրեք ինձ, կարող եք գրել, ես մանրամասները ձեզ կուղարկեմ։ Հիմա եկեք անցնենք թվագիտական վերլուծությանը, որը եւս բավականին հետաքրքիր է։ Ուրեմն փետրվար ամսվա ընթացքում մենք ունենք երկու էներգիա, դա երկուսի էներգիան է եւ երեքի էներգիան, որը հայտնվել է ամսվա մեջ։ Ինչի մասին է սա։ Ընդհանրապես երկուսի էներգիան դա խոսում է համագործակցության մասին։ Երկուսը դա այն էներգիան է, որը խոսում է նաև հարաբերությունների մասին, բայց ավելի շատ համագործակցություն։ Այսինքն ստեղ մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ ցանկացած աշխատանք, եթե ուզում ենք հաջողությամբ սարքվի, լավ կլինի, որ ներգրավենք մի քանի մարդկանց, մեկ կամ երկու մարդկանց, սա կարևոր է։ Երրորդը թվագիտության մեջ դա ֆինանսական էներգիա է համարվում, բայց ֆինանսական էներգիա, որը գալիս է նոր գաղափարներից, գալիս է նոր պրոյեկտներից, նոր իդեաներ, նոր պրոյեկտներ, որոնք պետք է կյանքի կոչել։ Եթե դուք արդեն ունեք հավաքագրված ինֆորմացիա եւ ժամանակ զբաղվել եք ինչ-որ պրոյեկտի վրա եւ սպասում եք հարմար առիթի, միգուցե փետրվարը ձեզ համար լավագույն շրջանն է այդ նախագիծը ուրեմն կյանքի կոչելու համար։ Ամեն դեպքում շատ կարևոր է։ Հիմա եկեք անցնենք անհատական վերլուծությանը, թվագիտական եւ կատարենք մի շատ բարձ գումարենք մեր ծննդյան օրը, օրվա թիվը, ամսվա թիվը եւ այնուհետեւ ավելացնենք 3 թիվը ու այդ բոլորը դարձնենք միանիշ։ Հիմա օրինակ, եթե անձը ծնվել է հունիսի 24-ին, ապա վերցնում ենք 24 թիվը, գումարում ենք 6, որը հունիս ամիսն է, այնուհետև գումարում ենք փետրվար ամսվա թիվը, էներգիան, որը 3 է։ Արդյունքում ստանում ենք 33-ը, այնուհետև դարձնում ենք միանիշ։ 3 գումարած 3 հավասար է 6։ Տվյալ անձի համար փետրվար ամսվա ուրեմն ծրագիրը, այսպես ասած, դա 6-ն է։ Եթե ձեզ մոտ ստացվել է 1 թիվը, ապա ձեզ մոտ սկսում է ամեն ինչ նոր սկզբից, 0-ից, 0-ական կետից եւ լավ կլինի, որ դուք ուշադրություն դարձնեք ձեր կյանքի 5 ոլորտների վրա, այն է ինքնություն, հոգևոր, աշխատանք, հարաբերություններ եւ առողջություն։ Խորհուրդ կտամ, որ մի փոքր սա ռեստարտի ամիս է, ռեստարտ լինելու ամիս է ձեզ համար եւ ամեն ինչ սկսում է 0-ից, մի փոքր շատ էներգիա է պետք, որպեսզի դուք կարողանաք ամեն ինչ հասցնել, բայց եթե սկսեք ուշադրություն դարձնել կյանքի բոլոր ոլորտների վրա, միգուցե կան ոլորտներ, որոնց վրա դուք այդքան ուշադրություն չեք դարձրել նախորդ ամիսներին, միգուցե առողջության հետ կապված խնդիրներ եք ունեցել, չեք հետևել, կամ հարաբերություններում են եղել խնդիրներ, որոնք այդպես էլ կիսատ են մնացել կամ չլուծված հարցեր, մի խոսքով, այսինքն պետք է դրանց ուշադրություն դարձնել։ Եթե ձեզ մոտ երկուսն է, երկուսում ընդհանրապես շատ լավ է, որպեսզի ինչ-որ նոր համագործակցություն, նոր ծանոթություններ է լինում, կարող եք եւ անձնականի հետ կապված եւ ոչ միայն երկուսում շատ լավ է նոր ծանոթությունները, networking-ը, նոր միջավայրներում լինելը, նոր տեղերում հաճախակի հայտնվելը, սա մեծ օգուտ կտա ձեզ էներգիան ճիշտ օգտագործելու համար։ Եթե ձեզ մոտ 3 թիվն է ստացվել, 3-ը, ինչպես ասացի, դա նոր գաղափարների մասին է, նոր պրոյեկտներ, նոր իդեաներ, որոնք պետք է կյանքի կոչել։ 4-ի պարագայում միշտ հիշում ենք, որ 4-ը բերում է շատ աշխատանք, պահանջում է մեծ էներգիա, որովհետև հիմնականում 4-ի դեպքում դուք լինեք շատ զբաղված, երբեմն այդ զբաղվածությունը կարող է լինել ոչ օգտակար, այսինքն զբաղված եք, բայց չկա արդյունք, այդ պարագայում պետք է հասկանալ, թե որտեղ է ուղղված ձեր էներգիան եւ ընդհանրապես ինչքանով է ձեզ համապատասխանում ձեր կատարած աշխատանքը, լինի դա կարիերայում,
օրինակ աշխատում եք կազմակերպությունում, զբաղեցնում եք որոշակի պաշտոն, կատարում եք աշխատանք, շատ եք աշխատում, դրա դիմաց չեք ստանում համապատասխան վարձատրություն, կամ չեք գտնվում ձեզ համապատասխան աստիճանական լեվելում մակարդակում։ Սա արդեն պետք է անհատական հասկանալ։ Իսկ մյուս կողմից 4-ը դա միշտ առողջության մասին է, ուշում եմ, որ պետք է հետևել առողջության։ Եթե ձեզ մոտ 5 թիվն է ստացել, 5-ի դեպքում 5-ը դա միջին թիվն է, 1-ից 9 թվերի միջանկյալ թիվն է, ու այս դեպքում պետք է կողմնակալ հասկանալ, թե ինչ ենք արել նախորդ ուրեմն 4 ամիսների ընթացքում եւ ընդհանրապես ինչ ենք ուզում հասնել։ Բացի դրանից 5-ը խոսում են նոր գիտելիք ուսումնասիրելու, նոր ինչ-որ բան սովորելու, միգուցե նոր թեմայի մեջ լինելու, այսպես ասած, ուրեմն հնարավորություն է տալիս նաև լավ բանի 5-ի ընթացքում ճանապարհորդել։ Եթե կա հնարավորություն, տեղաշարժումը պետք է։ Եթե ձեզ մոտ 6 թիվն է ստացել, 6-ը դա ընտանիքի սիրո հարաբերությունների մասին է, եւ 6-ի ընթացքում հիմնականում գալիս են ստուգումներ հարաբերություններում եւ գալիս են նոր ծանոթություններ։ Եղեք մի փոքր ավելի ուշադիր այս ընթացքում։ Եթե ձեզ մոտ 7-ն է, 7-ը դա այն շրջանն է կամ այն ամիսն է, երբ ցանկալի է փոքր միայնակ անցկացնել ժամանակ, եթե հնարավոր է գնալ միայնակ ճանապարհորդության կամ օրվա ընթացքում գոնե 1 ժամ լինել միայնակ ինքնին ձեր մտքերի հետ, կարող եք կատարել մեդիտացիա, կարող եք գնալ եկեղեցի, աղոթել կամ ինչպես որ դուք ինքներդ եք ցանկանում, ինչպես ձեզ կոմֆորտ է։ 7-ը դա իմաստության, խոհեմության, հոգևոր զարգացման մասին է եւ 7-ի ընթացքում ես միշտ խորհուրդ եմ տալիս զբաղվել սպորտով, դա կարևոր է։ Եթե ձեզ մոտ 8-ն է, 8-ը դա ֆինանսական թիվ է, կարելի ասել ամենաուժեղ ֆինանսական թիվն է, բայց 8-ը մյուս կողմից նաեւ դա կարմիկ ուրեմն էներգիա է, որի ընթացքում արտանում են կարմիկ ուրեմն ծրագրերը եւ այս բaragայում եթե ինչ-որ մի բան դուք սխալ եք արել կամ սխալ եք անում, ձեր ուրեմն մատրիցայի էներգիաներում կան ինչ-որ կարմիկ հանգույցներ, էներգիաներ, որոնք դուք ակտիվացրել եք, ապա 8-ի ընթացքում դուք դրանց ազդեցությունը շատ ուժեղ կզգաք։ Եթե ամեն ինչ ճիշտ եք անում, ուրեմն կլինի դրական, եթե ոչ, ապա կլինի բացասական ու դա շատ արագ արտահայտվի, արագ ձևով կտեսնեք։ Եթե ձեզ մոտ 9-ն է, 9-ը դա վերջին, այսպես ասած, էներգիան է, 1-ից 9 թվերի եւ 9-ում ինչ ունենք։ 9-ի ընթացքում ընդհանրապես տեղի է ունենում ամփոփում, տեղի է ունենում ազատում, ավարտ, ազատվում եք այն ամեն ինչից, ինչը ձեզ այլևս պետք չէ, ավարտվում է այն, ինչ այլևս չի նպաստում ձեր հետագա զարգացմանը եւ 9-ի ընթացքում դուք ստանում եք ձեր ամենաթանկարժեք բոնուսները այն ամեն ինչի դիմաց, ինչ որ դուք արել եք նախորդ 8 ամիսների ընթացքում։ Այսքանը գիտական վերլուծության մասին, հիմա եկեք անցնենք առաջ ու հասկանանք, թե որն է ձեր կարմիկ տոհմային պարտքը, ծրագիրը, եթե ծնվել եք փետրվար ամսին։ Եթե կան մարդիկ, ովքեր ծնվել են փետրվար ամսին, գրեք մեկնաբանություններում, հետաքրքիր է իմանալ։ Ուրեմն փետրվար ամսին ծնվածների կարմիկ տոհմային պարտքը, ծրագիրը հիմնականում կապված է մայրական մոր հետ, մայրական ուրեմն գծի հետ, կարևոր է պահել լավ հարաբերություններ մայրիկի, ընդհանրապես տոհմի կանանց հետ լինել լավ հարաբերություններում, մաքսիմալ փորձել օգնել նրանց եւ բացահայտել նրանց չբացահայտված, այսպես ասած, կողմը, տաղանդները, օգնել նրանց եւ պահել լավ հարաբերություններ, չգնալ կոնֆլիկտի, սա կարևոր է։ Մյուսը դա վերաբերվում է անձնականին, այսինքն անձնական դաշտին, երբ որ դուք ցանկալի է որ կազմեք ընտանիք, ունենաք զուգընկեր եւ նորից ունենաք լավ հարաբերություններ, պահեք լավ հարաբերություններ։ Հիմա եկեք անցնենք Feng Shui-ին։ Ինչպես ասացի, փետրվարի 4-ից մեզ մոտ տեղի ունեցել ահռելի էներգիաների փոփոխություն եւ թռչող աստղերի տեսության համաձայն մենք ունենք որոշակի աստղերի դասավորվածություն։ Ինչպիսին է այն։ Հիմա ամենաբացասական աստղը դա 5-րդ աստղն է։ Այն տեղակայված է հարավային հատվածում։ Սա ինչ է նշանակում, ովքեր առաջին անգամ են ընդհանրապես տեսնում այս աղյուսակը եւ լսում ընդհանրապես թռչող աստղեր տերմինը, ասեմ, որ
յուրաքանչյուր տարի մեր տարածքում տարածքի նկատի ունեմ մեր բնակարանում, մեր տանը, մեր աշխատավայրում, որտեղ կան պատեր, որտեղ կա ուրեմն շինություն, տեղակայվում են որոշակի էներգիաներ ու ստատիկ, դրանք ստատիկ են, այսինքն ամբողջ տարվա ընթացքում դրանք իրենց տեղը չեն փոխվում, հաջորդ տարի նորից կտեղափոխվեն։ Թռչող աստղերը իրենց դիրքը փոխում են տարեկան, փոխում են ամսական եւ փոխում են նույնիսկ օրական եւ ժամային, բայց մենք հիմնականում ուշադրություն ենք դարձնում տարեկան աստղերի դիրքերին եւ ամսական աստղերի դիրքերին։ Հիմա տեսեք 2026 թվականի փետրվարի 4-ից մենք ուրեմն արդեն անցանք նոր էներգիայի, այսինքն հեռահանձիու եւ ունեցանք էներգիաների փոփոխություն, քանի որ տարին արդեն փոխվեց, էներգիաները փոխվեցին։ 5-րդ ամենաբարձրական աստղը այս տարի, մինչև 27 թվականի փետրվարի 4-ը տեղակայված է լինելու հարավային սեկտորում, ձեր տան բնակարանի հարավային սեկտորում։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ այս հատվածը պարունակում է բացասական էներգիա եւ այս հատվածում ցանկալի չէ իրականացնել վերանորոգում, ցանկալի չէ բարձր ձայն, բարձր աղմուկ, ցանկալի չէ այդտեղ քնել։ Եթե ձեր ննջարանը գտնվում է հարավային հատվածում, ապա խորտ կտամ տեղափոխվել այլ սենյակ։ Ինչու՞, որտեղ 5-րդ աստղը կարող է նախ բերել անքնություն, երկրորդը, եթե դուք ունեք որոշակի հիվանդություններ, դրանք ավելի կակտիվ են, քրոնիկ հիվանդություններ առավել ակտիվ կլինեն եւ ընդհանրապես ձեր առողջականը, ինքնազգացողությունը եւ ընդհանրապես ձեր հաջողությունը էներգետիկ առումով կլինի շատ վատ։ Եթե դուք հնարավորություն չունեք տեղափոխվելու, դա ձեր ննջարանն է եւ դուք հնարավորություն չունեք տեղափոխվել այլ հատված, ապա ես խորհուրդ կտամ, որ դուք այդտեղ տեղադրեք մետաղական ծանր առարկա։ Մետաղական ծանր առարկան կարող է լինել սպորտային գանտերներ կամ ցանկացած մետաղից ինչ-որ մի իր, որը բավականին ծանր է։ Եթե ննջարանը այստեղ է գտնվում, բացի մետաղական ծանր առարկան տեղադրելուց, ես միշտ խորհուրդ եմ տալիս մարճակալը պատից հեռացնել 10-ից 15 սանտիմետր։ Այսքան։ Մյուս բացասական հատվածը դա հյուսիս-արևմուտքն է, որտեղ տեղակայված է լինելու երկրորդ աստղը, երկրորդը դա հիվանդությունների աստղն է։ Նորից, եթե կա հնարավորություն տեղափոխվում ենք, եթե ոչ, ուրեմն մարճակալը տեղաշարժում ենք, եթե ձեր ուրեմն ննջարանն է հյուսիս-արևմուտքում, տեղաշարժում ենք ուրեմն 10-ից 15 սանտիմետր եւ այստեղ տեղադրում ենք նորից մետաղական առարկա։ Մետաղական առարկան կարող է լինել հավաքած մետաղադրամներ, մետաղական օքսիդի համալի մեջ դնում եք ու պահում եք այդ հատվածում 1 տարի, սա կարևոր է։ Մյուս բացասական հատվածները որոնք են, մյուսը դա արևմուտքն է եւ հարավ-արևմուտքը, բայց սրանք այդքան էլ բացասական չեն, այսինքն ավելի բացասական, նեգատիվ են համարվում հարավը, այնուհետև հյուսիս-արևմուտքը։ Եթե քնում եք արևմուտքում եւ հարավ-արևմուտքում նորմալ է, այսինքն ստեղ մենք տենց մեծ խնդիր չունենք, ուղղակի օգտագործելու համար հարմար չեն։ Իսկ ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ եթե ձեր աշխատասեղանը կամ աշխատասենյակը գտնվում է արևմուտքում, որտեղից դուք աշխատում եք, ժամանակ եք անցկացնում, ապա ես խորհուրդ կտամ, որ վերանայեք այս հատվածը եւ միգուցե դուք տեղափոխվեք որտեղ, տեղափոխվեք արևելք կամ հարավ-արևելք, ինչու։ Որովհետև հարավ-արևելքում տեղակայված է 9-րդ ամենաբարենպաստ աստղը եւ 8-րդ աստղը, որը արևելքում է տեղակայված է ֆինանսական առումով եւս դրական աստղ է համարվում, ու եթե դուք կարող եք ձեր աշխատասեղանը տեղափոխել արևելք կամ հարավ-արևելք 2026 թվականի ընթացքում եւ աշխատել հենց այդ հատվածներից, ապա դուք կունենաք մեծ տեղաշարժ ձեր կարիերայում, ձեր բիզնեսում, ձեր աշխատանքում։ Սա նկատի ունեցեք։ Հիմա եկեք անցնենք մյուս թեմային, սա ֆինանսական ակտիվացիան է, ուրեմն մազերի կտրման միջոցով, սա շատ սիրված է բոլորի կողմից, բոլորը սպասում են, որ այս ինֆորմացիան ես սիրով իսկում եմ ամեն ամիս, ուրեմն փետրվարի 13, 17 եւ 25 գնահատվային օրերը մազերի կտրման 2-ից 3 սանտիմետր բավական է ֆինանսական ակտիվացիա ունենալու համար։ Հիմա
Ունենք նաև օրացույց, կարող եք նկարել սա եւ այս օրացույցում նկարագրված են դրական, բացական օրերը, օրեր ֆինանսական, օրեր հարստության, օրեր լիության եւ օրեր ծախսերի մի խոսքով նաև դուք կարող եք պատվիրել ձեր անհատական օրացույցը, որի հիմքում կլինի ձեր ծննդյան տվյալները, ձեր ազգային էներգիաները եւ դուք սա կարող եք օգտագործել ամբողջ տարին, ամբողջ տարվա համար պատվիրել ու ամբողջ տարին ունենալ ձեր անհատական օրացույցը, այսինքն իմանալ թե որ օրերն են ձեզ համար բարենպաստ, կոնկրետ ձեզ համար բարենպաստ, այդ օրերին կկատարեք կարևոր գործեր, որերն են բարենպաստ ձեզ համար ճանապարհորդության համար, որերը բարենպաստ բժշկի դիմելու, ֆինանսական առումով եւ այլն, նաեւ հաղթանակի օրեր, որը շատ կարևոր է։ Ես միշտ օգտագործում եմ, արդեն 3 տարուց ավել օգտագործում եմ եւ զգացել եմ դրա արդյունավետությունը։ Բացի դա, այս տարի առաջին անգամ հիշեցնեմ, որ ես տպագրեցի չինական օրացույց, ուրեմն 2026-ի համար եւ դեռ այս օրացույցից սահմանափակ քանակությամբ է տպագրվել, բայց դեռ ունենք որոշակի քանակություն, եթե ցանկանում եք պատվիրել շտապեք, արժեքը ընդամենը 4000 դրամ է, կարող եք պատվիրել ցանկացած տեղից, կապ չունի, որտեղ եք գտնվում, ուղարկում ենք փոստով, տեսեք, սա ընդամենը օրացույց չէ, այսինքն դա սովորական օրացույց չէ, սա օրացույց է, որը օգնի ձեզ իմանալ բոլոր օրերի ուրեմն նշանակությունը, ինչ անել, ինչ չանել, նաև կամ բանաձևեր օրացույցում, որի միջոցով դուք կարող եք ինքնուրույն ստանալ ձեզ համար դրական օրերը, բացասական օրերը, շատ բարձ ֆորմուլաներ են, այսինքն մինիմալ բազային գիտելիք, որը կօգնի ձեզ կողմնորոշվել, թե որ օրերին ինչ կարող եք անել, ինչի համար է բարենպաստ։ Ինչի մենք սրան այսքան ուշադրություն դարձնում օրերին, էներգիաներին, որովհետև ճիշտ օրով ճիշտ գործողությունը բերում է շատ ավելի լավ արդյունք, քան գործողություն, որը կատարում եք սխալ օրով, սկսում եք սխալ օրով։ Իսկ այս օրացույցը 74 սեջանոց է ու ստեղ բավականին մեծ ինֆորմացիա կա մետաֆիզիկայի մասին, հետաքրքիր, օգտակար, որը կարող եք դուք որին կարող եք ծանոթանալ եւ օգտագործել։ Հիմա եկեք մի քանի ակտիվացիաներ ես տամ, ինչպես միշտ կիսվում եմ, այս անգամ էլ տամ ակտիվացիա փետրվարի համար։ Ունենք բույն ընկնող թռչուն 2 օր, փետրվարի 12-ին 18:00-ից 20:00 հարավ-արևմտյան հատվածում եւ ամսի 18-ին 20-ից 22 հատվածում հարավ-արևմտյան պետք։ Ինչ ենք անում այս ակտիվացիայի ժամանակ։ Ուրեմն տան կենտրոնից գտնում եք հարավ-արևմտյան հատվածը, սեկտորը, նստում եք այդ հատվածում 2 ժամ, ցանկալի է 2 ժամ նստել եւ կատարել կարևոր գործողություն։ Գրում եք նամակ, կարևոր զանգ, կամ ուղղակի նստում եք եւ կատարում եք պլանավորում, կատարում եք մանիֆեստացիա եւ այլն։ Բույն ընկնող թռչունը մետաֆիզիկայում ավելի կոնկրետ սիմենում համարվում է ամենաուժեղ ակտիվացիաներից մեկը եւ դուք նստում եք, կատարում եք մանիֆեստացիա, գործողություն, զանգ, նամակագրություն, բանակցում եք եւ այլն եւ ստանում եք արդյունքը շատ արագ։ Ձեր ցանկալի արդյունք։ Մյուսը ֆինանսական աստղի ակտիվացիա։ Ֆինանսական աստղի ակտիվացիան հիանալի ակտիվացիա է, շատերն են անում, սպասում են սրան եւ միանգամից զգում են այս ակտիվացիայի արդյունքը, ինչ ենք մենք անում։ Մենք կոնկրետ օր, ավելի կոնկրետ փետրվարի 9-ին, ուրեմն առավոտյան 7-ից մինչև երեկոյան 11-ը հյուսիս-արևելյան հատվածում վարում ենք մոմ, սովորական մոմ, որը պետք է դրված լինի 60-ից 1.20 m բարձրության վրա, այսինքն հատակին չենք դնում ու շատ բարձր չենք դնում։ Ու թողնում ենք, որ վարվի, ուշադիր ենք լինում, որ հանկարծ ինչ-որ այլ մոմը չթափվի, եւ այսինքն անվտանգության կանոնները պահում ենք։ Եթե մի փոքր ուշ միացնեք, խնդիր չկա, եթե մոռանանք 7-ի փոխարեն առավոտյան 7-ին չմիացնենք, 9-ին 10-ին միացնենք, նորից կաշխատի։ Այսինքն, այստեղ հետեւյալն է մոտեցումը, ինչքան երկար եք միացնում, այնքան արդյունքը ավելի լավ ու արագ է լինում։ Սովորաբար 1-ից 2 օրվա ընթացքում դուք ստանում եք ֆինանսական մեծ արդյունք եւ ինչքան հաճախակի դուք սա անեք, ապա ձեզ մոտ կուտակային էֆեկտը ավելի մեծ կլինի։ Հիմա, եթե դուք ուզում եք ընդհանրապես ծանոթանալ մետաֆիզիկական ակտիվացիաներին, ունենալ այս ակտիվացիաները ամենօրյա ռեժիմով, ապա դրա համար կա մետաֆիզիկական ակտիվացիաների բոտ, ավելի կոնկրետ
պրոյեկտ, նախագիծ, մետահաջողություն նախագիծ է, որ ես արդեն 1 տարի է ինչ անցկացնում եմ եւ մասնակիցները ամեն օր ստանում են մետաֆիզիկական ամենաուժեղ ակտիվացիաները։ Եվ այս ակտիվացիաները կատարելով դուք ձեր կյանք նվիրում եք նոր հաջողություն, նոր հնարավորություններ եւ լուծում բազմաթիվ հարցեր։ Աշխատանքի, անձնականի, բիզնեսի, եթե չունեք վաճառքներ կամ աշխատանք եք պատրոն չեք գտնում, կատարում եք ակտիվացիան, ձեզ մոտ տեղի ունենում փոփոխություն։ Մի խոսքով, շատ հարցեր, բավականին շատ հարցեր, առողջության հետ կապված եւ այլն։ Եթե ցանկանում եք ավելի մանրամասն ինֆորմացիա, ապա ուղարկեք մետա բառը մեկնաբանություններում եւ ես ձեզ կուղարկեմ նրանցած բոլոր մանրամասները։ Տարին նոր է սկսել, լավագույն ժամանակն է մետաֆիզիկական ակտիվացիաները սկսելու համար եւ միացեք իհարկե մետահաջողություն նախագծին, որտեղ նմանատիպ նախագիծ նմանավանդային լեզվով ու նմանատիպ մոտեցումով մատուցմամբ գոյություն չունի։ Եթե կլինեն հարցեր գրեք, ընդհանրապես մեծ սիրով ես կպատասխանեմ ու մինչ հաջորդ անգամ կհանդիպենք շուտով։